Հայրապետական օրհնությամբ քրիստոնեական չերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով գողջունեմ Անտիլիասի մայրավանքեն ներկա եւ աշխարհացրիվ մեր ժողովրդի սիրելի եւ բահանջադեր զավակները Թարցյալ հայոց ցեղասպանության խորհրդով ու պատկանով բարուրված է հայ կյանքը ամենուրեք արդարև որքան ալ դարիները մեզ հերացնեն 1915 թվականին հայոց ցեղասպանությունը երբեք ըստվեր պիտի չտեսնե հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ որքան ալ դարիները տավալին հայ ժողովրդի բանջարությունը երբեք նահանջ պիտի չարցանակրե քալիք սերունդներու հավաքական կյանքին ու պայքարի մեջ վկա անցնող 111 տարիները վկա նոր սերունդներու ամուր կամքը վճռական ոգին ու անդերիդալի պայքարը հայոց ցեղասպանության 100-ամյակի աշխատանքներու ծիրեններս մենք Անտիլիասի մեջ որպես նշանապան եւ ուղեկից առաջարկեցինք հիշել, հիշեցնել եւ նահանջել, պահանջել եւ սակայն համազգային հանձնախումբը Երևանի մեջ ավելի հարմար տեսավ խտացյալ դարբերակը հիշում եմ եւ պահանջում սակայն մենք մնացինք մեր բնապանին ամրորեն գարչած որովհետև կհավատանք թե հիշել հիշեցնել եւ պահանջել իրարու հետ սերտորեն ակուցված են մեկը մյուսը ամբողջացնող եւ հզորացնող հետևաբար առաջին մենք պիտի շարունակենք հիշել որքան ալ թարն ըլլան մեզ շրջապատող պայմանները ու ժամանակները մենք պիտի շարունակենք հիշել մեր հայրերուն ու մայրերուն չարթը մահվան գարավանները դեր զորի ավազներում վրա անթաղ մնացած մեր նահատակները մեր մտավորականներուն ըսպանթը մեր քյուղերուն ու անոնց բնակիչներուն հրգիզումը եփած քեդի մեջ խեղտամա թարցած մեր մայրերն ու մանուկները մենք պիտի շարունակենք հիշել հայ ժողովրդին թեմ կործատրված ցեղասպանությունը մեր եկեղեցիներու խորաններեն թեմերեն ամբիոններեն եւ մեր ընտանիքներեն ներս մենք պիտի հիշենք ամեն դեղ
ուր հայու շունչ կա, Սաղմոսին պարերը փող առնելով գսեմ, եթե ես քեզ մորնամ հայոց ցեղասպանություն, թող աչ ցերքս կդրվի, լեզուս չորնա, եթե քեզ չհիշեմ հայոց ցեղասպանություն։ Այս պետք է դառնա ուխտը յուրաքանչյուր հայուն։ Ես չեմ հավատար, որ այս մոլորակի վրա գտնվի հայմը, որուն արյան հետ միախառնված չէ, ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրորեն ակուցված չէ հայոց ցեղասպանությունը, այլապես ուրացում է հայու հարազատ ինքնության։ Երկրորդ, մենք պիտի շարունակենք աշխարհին հիշեցնել օսմանյան թուրք պետության որոշումով ու ծրագրումով հայ ժողովրդին թեմ կործադրված 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը։ Սա պատմական անուրանալի իրողություն է։ Արդարև քրաթարաններ լեցնող հասմահարույր ուսումնասիրություններ, հրատարակություններ, հոդվածներ, փաստաթուղթեր աշխարհի բոլոր մատենադարաններում մեջ ու արխիվներում մեջ, ներառյալ Թուրքիով, հստակ հիմնավորումներով կփաստեն, թե հայ ժողովրդին թեմ կործադրված ցեղասպանությունը դեղի ունեցավ 1915 թվականին։ Դակավին ամիսը առաջ Կաթողիկոսարանը հրատարակեց երկու աշխատասիրություններ արաբերեն լեզվով պատրաստված սեուդական արաբիայեն սուննի մտավորականին և լիբանանեն շիիտ մտավորականին կողմէ, որոնք հստակորեն կբարձեն հայոց ցեղասպանության ներքին ձալքերը։ Կաթողիկոսարանի մեջ դվակության ընթացքի մեջ է այլ աշխատասիրությունը հայերեն ու անգլերեն լեզուներով, երկու մեծածավալ հատորներ, որոնք կբարունակեն շուրջ 300 կենդանի վկայություններ օտարներուն կողմէ, որոնք մարդասիրական օգնություն կատարած են հայերուն ցեղասպանության շրջանին ու միաժամանակ ականադես դարձած մեր ժողովրդի ահավոր տարաբանքին։ Ականադեսի վկաներեն Մարիա Ջեյքոբսն, մամա անունով ծանոթ, թրշտոց փույլի հիմնադիր գվգայ է, գմեջբերեմ, ես իմ աչքերով տեսած եմ հայ ժողովրդի ողբերգությունը, հետևաբար ես լուր չեմ կրնար մնալ և լուր չմնաց։ Կուզեմ նաև հայտնել, որ Կաթողիկոսարանին կողմէ շուտով պիտի հրատարակվի այլ կարևոր հրատարակությունը Գիլիգյո բարբումին առնչված վավերագիրներ խորագրով։ Այս
Եվ նման աշխատասիրություններ պետք է շարունակվին ուրիշներուն կողմէ, որովհետև անոնք պիտի կան ավելի խորացնելու այն անուրանալի իրողությունը, թե ցեղասպանություն մկադարված է հայ ժողովրդին թեմ օսմանյան թուրք պետության որոշումով ու կորզաթությամբ։ Այո, մենք պարտավոր ենք գիտական ուսումնասիրություններով և հատկապես ներկա ճարտարագիտության ընձայած ազդու միջոցներով հիշեցնելու հայոց ցեղասպանությունը բոլորին և ներառյալ թուրք մտավորականներուն և նոր սերունդներուն։ Մենք պետք է հիշեցնենք ցեղասպանությունը իր բոլոր ձեռքերով մեր ժողովրդի քալիք սերունդներուն, որպեսզի անոնց հավաքական կյանքին ու գիտակցության մեջ միշտ ամուր մնա իրենց ժողովրդին թեմ կորզաթված ցեղասպանությունը։ Երրորդ, մենք պիտի շարունակենք վերանորոգ կամքով մեր պահանջատիրության երթը։ Քաղաքական ու քարոզչական աշխատանքներուն առընթեր հրամայական է, ինչպես հաճախ հիշեցուցած ենք, մուտք գործել նաև իրավական մարզ։ Ծանոթ է ցեզի, որ այս ուղղությամբ առաջին և գործնական քայլը առնվեցավ Մեծիդան Անգելիկյո կաթողիկոսության կողմէ 2014 թվին թուրք պետության թեմ թափանալով և պահանջելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձը։ Ավելի քան 10 տարիներ ի վեր կհետապնդենք հիշյալ թադը ու պատժած ենք ամեն քնով հետամուտ ըլլալ անոր հետակա զարգացումներուն։ Այժմ թղթածրարը կգտնվի Թուրքիո թադական հերակույն ադյանի մոտ, որուն պիտի հաջորդե սահմանադրական թադարանը և ապա մենք պիտի ուղղվենք Եվրոպայի մարդկային իրավանց թադարան։ Մեր եկեղեցին, մեր կուսակցությունները ու հայտարարի մարմինները անցնող տասնամյակներուն հսկա աշխատանք կատարեցին մեր բռնապարված իրավունքներու հիշեցման, այժմիականացման, միջազգայնացման ու քաղաքականացման գծով։ Պատիվ իրենց։ Ժամանակն է, որ ներկա աշխարհի աշխարհաքաղաքական ու հարափոփող միջպետական պայմաններու ու միջազգային հարաբերություններու նոր զարգացումներու ու դասավորումներու լույսին տակ անհրաժեշտ է կշեշտեմ, թե մեր պահանջատիրական պայքարի ռազմավարական ու մարտավարական մոտեցումները ևս լուրջ վերանայումի
ու վերաարժևորումի ենթարկվին։ Չորրորդ եւ վերջին անհրաժեշտ է, որ Հայաստանի պետությունը հանձնարու ըլլա իր կողմէ հռչակված անկախության հռչակագրին, ուր ըսված է գմեջբերեմ, թե Հայաստանի Հանրապետությունը սադար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Նույնպես Հայաստանի իշխանությունը պետք է հավատարիմ մնա հայոց ցեղասպանության 100-ամյակին համահայկական հռչակագրին, ուր ըսված է, թե հայ ժողովուրդը կվերահաստատե գմեջբերեմ իր միասնական կամքը հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու ցեղասպանության հետևանքներու վերացումի հարցով եւ ապա նույն հռչակագիրը կշարունակե ըսելով, թե գործ կուղենք Թուրքիո գմեջբերեմ ճանչնալու եւ հադավարտելու Օսմանյան կայսրության կողմէ իրականացված հայոց ցեղասպանությունը։ Հիշյալ հռչակագիրները թուղթի վրա արձանագրված սովորական խոսքեր չեն ու պետք չէ լան։ Առաջինը ազգային ժողովի հեմեն հայ ժողովրդի կամքը ներկայացնող, իսկ երկրորդը ձիձեռնագափերթի մեջ մեր 1.5 միլիոն նահատակներու ոգեղեն ներկայության կատարված համազգային ուխտեր են։ Արդ Հայաստանի պետությունը հավատարիմ պետք է մնա իր կատարած ուխտին։ Մենք որպես ժողովուրդ Հայաստանի մեջ թե Հայաստանեն դուրս մեր նահատակներու ոգեղեն ներկայության դիմաց կանգնած կսեմ, մենք պետք է ըլլանք ուխտաբահ եւ ոչ ուխտաթրուժ։ Այս է մեր ժողովրդին հավաքական կամքը, հավատքը ու հանձնարարությունը։ Որպես եզրակացություն կարևորությամբ կուզեմ շեշտել, թե մենք կմերժենք Թուրքիո եւ Ադրբեջանի հետ թիվանագիտական թե տնտեսական որևէ հարաբերություն, որ ըլլա ի հեջուկս մեր ազգային հերակույն իրավունքներում։ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ մեր բռնապարված իրավունքներու հատուցումը Թուրքիո կողմ է։ Արցախի ժողովրդին վերադարձը եւ ինքնավարության վերահաստատումը միջազգային երաշխիքով մեր կրոնական ու պատմական գոթողներու պաշտպանությունը եւ Բաքուի հայ փանդարյաններու ազատ արձակումը Ադրբեջանի կողմէ
կմնան մեր բանջարության հիմնական սկզբունքները, մեր հավաքական պահանջը։ Արդ հիշել, հիշեցնել և պահանջել նշանապանը պետք է ուղեկիցը դառնա մեր բանջարական պայքարին բոլոր ժամանակներում ու բոլոր պայմաններում մեջ, մինչև մեր ազգի իրավունքներուն ամբողջական հատուցումը։ Աղոթք և երկրպագություն մեր 1.5 միլիոն սրբացյալ նահատակներուն, հարկանք ու պատիվ իր նահատակներու սրբազան գդագին հավատարիմ մեր ժողովրդին ի Հայաստան, Լիբանան և Սփյուռս աշխարհի։